Այս զույգը չի խոսում իրար հետ։ Մակարդակ կա, որ ասում են ամենաբարձր դերասաններն են, հետո գալիս են երգիչները, վերջում պարողները։ Կներեք, ներողություն եմ խնդրում, բայց դա ներքին կուխնյա է, դա այդպես են ասում, ինտելեկտի առումով եմ ասում։ Շոու բիզնեսն է չի փայլում։ Ես ուզում եմ շնորհավորել քեզ ամուսնության կապակցությամբ։ Ծանոթացել ենք սոցցանցերով, այդ ընդհատումը, որ ինքը հետ գնաց բաճկոնը բերելու, ես այդ մի քանի վայրկյան ընթացքում իրան կարոտեցի։ Ես ասացի ուրեմն սա տեսահոլովակ չի դառնա, սա մի հատ ուրիշ պատմության, սա մի ուրիշ պատմության սկիզբն է դառնալու։ Գիտես բոլոր ձևերը փաստորեն կանանց սիրտը նվաճելու։ Շատ հարցեր կան, որ իրականում պետք է տղամարդը որոշի։ Հիմա էլ ես կարոտում, երբ տանից դուրս է գալիս։ Մեր կապվածությունը շատ ուժեղ է։ Մեկ-մեկ բուրն եմ արտահայտում, ինչի ուշացավ։ Ֆանտազիա սիրում եմ։ Հա, Աշխեն ազնիվ եղեր։ ես ազնիվ Չէ, եմ։ ինչու ամուսնացար Մայքլի հետ։ Օգնել էի մեր շոու բիզնեսից, ինչ ճիշտ է ասել, եւ հաստատ համոզված էի, որ իմ կինը պետք է չլինի շոու բիզնեսից։ Բայց ես սիրում եմ օրինակ, բայց չեմ գա քեզ փաթաթվեմ, ասում եմ, ինչի փաթաթվել, մեջ բան կա։ Կաստինգ չկա, երեխաները յուրաքանչյուր երեխա ունի այդ հնարավորությունը բացվելու։ Ինքս ինձ խոսք էի տվել, որ ես պետքա երազանքը Ռաֆայել Քոթանջյանի, որին ես շատ եմ սիրելու սիրում, պետքա պարտադիր իրագործվի։ Դու շատ լավ աղջիկ ես։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ես այսօր նկարահանումս վաղ առավոտյան եմ սկսել եւ ճիշտը որ ասեմ, դեռ մի փոքր քնած եմ եւ ինձ ժամանակ է պետք արթնանալու համար, բայց ես հասկացել եմ, որ արթնանալու լավագույն տարբերակը 1 կտոր մուկ շոկոլադն է եւ ես հենց այդպես էլ իմ նկարահանումը այսօր կսկսեմ։ Ինչ շոկոլադ եմ փորձելու, դեռ գաղտնիքները չեմ բացի, բայց հաղորդման ընթացքում դուք կտեսնեք, թե ես ինչ շոկոլադ եմ նախ խնդրում։ 1 կտոր օրվա սկզբի համար։ Շոկոլադս վայելել եմ, ինձ գոհ եւ երջանիկ եմ զգում եւ ճիշտ ժամանակն է ներկայացնելու իմ սիրելի հյուրերին։ Այսօր իմ տուն ռեստորանում հյուր են լինելու Մայքլ Քոթանջյանը իր սիրելի տիկնոջ Աշխեն Քոթանջյանի հետ։ Շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում, հատկապես որ նրանց շատ քիչ են միասին տեսել, հարցազրույց տալիս։ Գնամ դուռը բացեմ։ Բարի օր սիրելիներս։ Բարի օր։ Ես եւ Աշխենը այսօր գալիս ենք մի շատ հետաքրքիր անձնավորության մոտ հյուր, իսկ ավելի ստույգ մեր շատ սիրելի Հերմինեի մոտ եւ վստահ եմ, որ լինելու է շատ գեղեցիկ եւ համով հետաքրքիր զրույց եւ մենք էլ պատրաստել ենք Հերմինեի համար մի փոքրիկ անակնկալ, որը մեզ հետ տանում ենք իրեն։ Անակնկալի մասին ավելի ուշ, բայց մոտավորապես ասեմ, որ տանում ենք մեզ հետ մի փոքր Ռաֆայել Քոթանջյան։ Բարև ձեզ, համեցեք։ Ողջույն, Հերմինե։ Ոնց եք ասել, Ջոն, եկեք, համեցեք, ինձ սիրուն գարնանային։ Գույնով եք դու։ Ես մի փոքրիկ անակնկալ ենք բերել, այնտեղ մի փոքր էլ կա Ռաֆայել Քոթանջյան։ Օ, դե եկեք պատմեք։ Սենց ես իրա կոլաժներն է, որը որ ինքը շատ քիչ ու հազվադեպ մարդկանց է նվիրում, ինքն է սարքում իր բանով, իր ստորագրությամբ, դեռ ավելացրել եմ նաև։ Դե ես մի հրաշալի նկար ունեմ վարպետի հետ, երբ իմ առավոտ լուսոյի հյուրն էր, ես անպայման խոստանում գտնել եւ ձեզ ցույց տալ, շատ շնորհակալություն։ Իհարկե ինքը նաև բերում էր իր հետ իր սարք պատրաստած թթի օղին, բայց քանի որ էդի թթի օղից էլ չկա, որտեղ ինքն է անում այդ հատուկ պոպոկի միջուկներ էր ավելացնում, որ գույնը ավելի մենք ես ուղղակի գինի ենք վերել, որտեղ գիտեմ որ գինի սիրում ես։ Շատ եմ սիրում եւ մենք այսօր իրար հետ փորձելու ենք տարբեր գինիներ, տարբեր ուտեստներ, տեղավորվեք։
Մայքլ ջան, Աշխեն ջան, շատ շնորհակալություն օրը ինձ հետ սկսելու համար եւ ֆրանսիական գինու համար շնորհակալություն։ Սա իմ սիրելի գինիներից մեկն է։ Ոչինչ չէ, որ ես սա հետո առանձին երեկոյան վայելեմ, իսկ այսօր շատ հետաքրքիր գինիներ եմ առաջարկելու։ Նախ կուզենայի փրփրուն գինին Մայքլը բացի։ Փրփրուն գինին բացեմ։ Մենք էլ ենք նախ շնորհակալ, որ հյուրընկալել ես քո գեղեցիկ այս հիանալի բնակարանում, որը ես ասել եմ, որ հետևում եմ քո բոլոր հաղորդումներին եւ լավն են, չէ՞, ասա որ հաղորդումները լավ են։ Ամենակարևորը շատ ազնիվ են եւ քեզնից է դա իհարկե գալիս, որ քեզ մոտ գալիս են հյուրերը եւ սենց անկաշկանդ, հանգիստ սկսում են խոսել եւ սիրում եմ այս ցայնը։ Այո։ Բաժակները։ Մենակ էս մի քիչ գեշ եղավ, այս կոտան հետ չի դրնում էլի։ Ես գիտեմ, որ դու ամեն ինչի սիրումն ես սիրում։ Ես գիտեմ, թե ինչքան էսթետ ես։ Ես գիտեմ, որ դու էլ ամեն ինչի ամենասիրումն ես սիրում։ Աշխեն դժվար չի տղամարդու հետ, ով այդքան բարձր էսթետիկայի զգացում ունի։ Այնքանով է մեզ մոտ ստացվում այդ հեշտություն է, այսպես ասած, որ ես էլ եմ այդպես, ես իմ տեսակով պերֆեկցիոնիստ եմ ու ամեն ինչում ընտրում եմ ավելի լավ անել բացարձակ լավ, քան միջինը երբեք չեմ ընտրել կյանքում, դա սկսած տան մեր կենցաղից, վերջացրած երեխաների ուսումով ամեն ինչով, ու ոնց որ այդ առումով մենք համընկնում ենք իրար։ Համահունչ ենք այդ հարցում։ Նույնիսկ հագուստի հարցով եք պայմանավորվել եք, ճիշտ ասեք, առավոտյան որ տանից դուրս եք գալիս, ընտրում եք, այ ես այս գույնը կհագնեմ, դու այն գույնը, որ մենք իրար հետ լինենք հարմոնիայի մեջ։ Երբեմն լինում է, բայց այսօր առավոտյան օրինակ լրիվ պատահականությամբ է ստացվել, ես որ ընտրում եմ այս շապիկը, վերես ցույց տվեց, ասում եմ, ինձ կարթուկ ես, հեսա եմ մտնելու։ Ու այդպես ոնց որ պատահականությամբ ստացվեց, բայց լինում է օրեր, որ որոշում ենք ոնց որ ընտանիքով բոլորս նույն գույների մեջ դուրս գալ։ Ամենահետաքրքիրը որ եկանք, տեսանք դու ես այդ գույների մեջ։ Վայ, դա ամենահետաքրքիրը չի, գիտես, ամենահետաքրքիրը հիրիկի գույներն են։ Այո, հիրիկի գույները։ Սա էլ կարծես պայմանավորվում, մայ դառնց խաղում գինում ես մի քո։ Այդ եմ ասում, լցնեմ, որտեղ հետաքրքիր խոսում էի, կարդեմ, չուզեցա ընդհատել։ Չէ, դա երբեք չի խանգարում մեզ։ Մենք Արմենիա Վայն ընկերության տակար խաղումն ենք վայելելու։ Սա մի գինի է, որը կարելի է ամեն առավոտը սկսել հենց մեկ բաժակ այս գինով եւ օրդ մի անգամից արդեն ստանում է իր նկարագիրը, թե ինչպիսին է լինելու։ Ուրա, շնորհակալություն։ Դե ինչ, բարի գալուստ։ Այո, բարի գալուստ, բարի տեսանք։ Շնորհակալություն։ Մեզ լավ օր եւ ճաշկերույթ։ Այո, անպայման։ Ուսան չեք ճաշել։ Նախաճաշել եմ ես։ Նախաճաշը ներելի է, նախաճաշը ներելի է, որովհետեւ ես բավականին հագեցած ճաշացանկ եմ պատրաստել, հուսամ ձեզ դուր կգա, բայց այդ ամենը արդեն բարձր սեղանի մոտ գնացինք։ Ես այնքան եմ սիրում այն հատվածները, երբ պետք է խոսեմ իմ սիրելի գործընկերների մասին եւ հատկապես Valan Group-ի մասին, որովհետեւ այս տարի տոնական տարի է Valan Group-ի համար։ Իմ սիրելի գործընկերը նշում է իր հիմնադրման 25 տարին։ Նախորդ հաղորդման մեջ դուք տեսաք, թե ինչ հետաքրքիր եւ հուզիչ պատմություն ուներ ընկերությունը։ Եվ այս անգամ էլ ես մի հետաքրքիր տեսանյութ եմ բերել հատուկ ձեզ համար։ Առաջ չտաք։ Երբ ուրիշի տան խոհանոցը այնքան գեղեցիկ է եւ հարմարավետ, որ դու քեզ տանն ես զգում։ Valan Group, միշտ մեկ քայլ առաջ։ Պատրաստելու եմ
թելուկով բրուսկետաներ։ Կանաչիների առած սեզոնն է եւ դուք կարող եք ավանդական տարբերակների կողքին նաեւ պատրաստել հետաքրքիր բաղադրատոմսեր։ Հետևեք ինձ։ Ես սոխը տապակել եմ։ Նույն ձիթայյուղի մեջ տապակում եմ հացը։ Բրուսկետայի վրա քսում եմ ռեժան։ Ռեժանի վրա դնում ենք թելուկը։ Ոյ։ Հասկացանք, թելուկ ջան, մի հատ էլ սիրուն քեզ պահի։ Աղ, սև պղպեղ, մի փոքր կարմիր պղպեղ, մեր կարմրացրած սոխն ենք ավելացնում եւ ավելացնում եմ կատնաշոռային պանիր։ Գեղեցիկ է ու հետարքիր։ Ես որոշեցի, որ մեր սովորական ավանդական դարձած սիրելի թելուկ կանաչին կարելի է ոչ միայն մատուցել ձվածեղի տեսքով, այլ բրուսկետաներ պատրաստել։ Շատ հետարքիր է։ Եվ հացը տապակելուց հետո վրան ռեժան է, որը սերուցքի համ կտա մեր բրուսկետային եւ ավելի կփափկացնի հացը, վրայից թելուկն է, հետո տապակած սոխն է եւ կատնաշոռային պանիր։ Հետարքիր է շատ, արդեն հոտը եւ ուրմունքը շատ։ Ես առաջարկում եմ շարունակենք մեր խաղուն գինու հետ, որտեղ հրաշալի կհամադրվի։ Մայք այդ գործը ես եւ Աշխենը քեզ ենք թողնում։ Իհարկե ես։ Ինձ հաճելի է որ սեղանչուր տղամարդ հալի։ Հոգատանում, դա շատ հաճելի բան։ Այո, խնդրեմ։ Ես մեծ սիրով պատրաստեմ, ոնց որ ասում են։ Շնորհակալություն։ Ջենտլմենություն անել։ Հո։ Առանց այդ էլ հիմա կյանքում այնքան են պակասել այդ հաճելի պահերը, որովհետև մի տեսակ, չգիտեմ, կանանց մեղավորության արդյունքում, թե տղամարդկանց փոփոխությունների արդյունքում արդեն կանայք անցել են ինքնասպասարկմանը, եւ տղամարդիկ այլևս երևի նույնիսկ ավելորդ են համարում, չէ՞, մի փոքր այդ սպասարկելու, լավ իմաստով ծառայելու, մեծարելու։ Չգիտեմ, ինձ մոտ միշտ ա եղել է հայրիկից եկած, դա չի երևի տենց ա եղել, երբ որ դուրս ես գալու կամ գալիս ա կին արմատ դուրը պահես, չգիտեմ, թողնես կամ այդ բոլոր այդ բաները փոքրուց եղել է ու ես չեմ էլ պատկերացնում ոնց կարելի է այլ կերպ լինի կամ հերթում զիջես տիկնոջը որ կին անցնի առաջ դա բաների ու հետարքիր է որ իմ տղայիս մոտ ես դա չեմ սովորացնում բայց իր մոտ հենց կա այդ ջենտլմենական այդ բանը կա այո մոտեցումը հենց իծնե կա դե ինչ եկեք փորձենք այո փորձենք եւ հետո զրուցենք բարի ախորժակ Մենք հիմա երեխեք ջանսես մի հատ փորձելու ենք, հետո Բագրատը ստոպ ա տալու։ Մենք հանգիստ վայելենք։ Այս բրուսկետաները շատ համով է։ Ես անում եմ այս մեկ-մեկ պամիդորով, տոմատով, իրան։ Հալվում է բերանի մեջ։ Հա։ Այո։ Հացը չգիտեմ ես ինչ սիստեմով ես արել։ Հաղորդման մեջ կտեսնենք։ Գաղտնիքները բոլորը բացել են։ Շատ համեղ է Հերմինե ջան։ Սիրեցիք։ Հրաշալի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն գնահատելու համար։ Չնայած ես գիտեմ, որ դուք էքսպերիմենտներ շատ եք սիրում, բայց այսօր մի փոքր ուրիշ էքսպերիմենտներ եմ արել, ավելի մատուցման վրա եմ շեշտը դրել, հաջորդ տեստի ժամանակ կհասկանաք ինչ եմ ասում, բայց հիմա անդրադառնանք մի շատ կարևոր բանի, ես որքան հնարավոր էր գտել եմ, փնտրել եմ եւ դիտել եմ այն հարցազրույցները, որտեղ դուք երկուսով եք, չնայած դրանք քիչ էին։ Շատ քիչ են, այո։ Ես եմ շատ քիչ գնում հարցազրույցների Հերմինե ջան։ Չգիտեմ, երբ ուշադրության կենտրոնում չեմ սիրում շատ գտնվեմ, քո հաղորդումը բացառություն ասենց ասած արեցի, որտեվ քեզ շատ եմ սիրում եմ քո գունավոր հաղորդումը, քո պայծառ էներգետիկան։ Ընդհանուր առմամբ խուսափում եմ, ավելի շատ մայքն ա գնում
ու երեխաներին եմ արդեն ուղարկում, ասա մեծացել եք դուք գնացեք։ Կամքին հակառակ չեմ կարող գնամ, որտեղ եթե մարդ ինչ որ մի բան այն ցանկությամբ չի անում, ինչ որ ուզում, ուրեմն պետք է չանես դա։ Այդ պրինցիպը կա մեզ մոտ եւ տանը, անկախ նրա կամքին հակառակ երբևիցե, եթե չկա այդ ցանկությունը, դա սխալ եմ համարում, որ ստիպելով չէ, բաներ հայկական ընտանիքներում կա այդ ստիպել, եթե գնում են պիտի դու բանանես, տարբերակները չկա, դրա համար մենք տենց միշտ նույնիսկ դու որ զանգահարեցիր, ես տենց սկզբից որ ասցի դե ուզում եմ Աշխենը որ անպայման ներկա լինի, ես տենց բան արեցի, որ գիտեմ որ ինքը հավանում է եւ տեսնում է։ Ինքը ասելու է չէ։ Բայց դից հույս ունեի, որ հետո չեմ զանգելու, ասեմ չի։ Բայց ինքը ինձ ասաց հա։ Շատ շնորհակալություն ինձ համար, շատ հաճելի է իհարկե։ Ես առաջարկում եմ այս թեմայով շատ քիչ է խոսվել, կուզենայի հիմա ճամփորդության գնայինք իրար հետ ձեր կյանքի ճանապարհով։ Նախ ո՞նց եք հանդիպել, ո՞նց եք ծանոթացել, խնդրեմ պատմեք։ Ծանոթացել ենք սոցցանցերով։ Այո։ Այնպես ստացվեց, ես այդ շրջանում թատերականը նոր էի ավարտել, տենց նկարահանվում էի տարբեր տեսահոլովակներ, գովազդներ, տենց շրջաներ ինձ մոտ, ու տես տարբեր ինձ նամակներ էին գրում, հրավիրում էին, այստեղ նկարվեմ, այնտեղ նկարվեմ, ու մայքից էլ նամակ ստացա, որ ցանկություն է հայտնում, որ ես նկարահանում տեսահոլովակում, դու ես ոչինչ չկասկածելով, տենց ուղղակի պայմանավորվեցինք։ Այստեղ մի հատ փոքրիկ լուֆտ պաուզա խնդրում։ Բայց դու որ գրում էիր այդ նամակը, իսկապես ուզում էիր նկարահանվեր։ Հա, ես նայեցի եւ շատ հավանեցի, իհարկե, ու միտք կար, իհարկե, այդ ժամանակ չնկարեցի այդ տեսահոլովակը, բայց այդ իդեան կար ստեղծելու հետարքիր ինչ որ տենց ուզում էի կանանց տեսակներ ստեղծել, մի հատ երգ էի պատրաստել, որը պիտի լիներ մի կինը Մերլին Մոնրո, մյուսը պիտի լիներ Օդրի Հեբբըրն, մյուսը պիտի այդ տեսակի կանայք պիտի լինեին ու այդ ոճի երգ էի պատկերացնում ու Աշխենին շատ նմանացրեցի Օդրիին այդ ժամանակ ու հենց այդ իդեան էր ինձ մոտ ու որ նայում էի, ասում եմ ինչ նման է Օդրի Հեբբըրնին ու սկսեցինք տենց գրվել։ Բայց մի հատ խնդրում եմ, էլի, անկեղծ, էլի, այդ որ տեսար որ նման է Օդրի Հեբբըրնին, տենց զուտ ընտրեցիր նրան, որովհետև ուզում էիր նկարանել, թե արդեն սենց ինչ որ մի բան։ Չէ, կար տենց մի բան, որտեղ իր պրոֆիլ նկարը իր զարմիկի հետ էր, բարձրացնում, բայց ես չգիտեի որ դա իր զարմիկն է։ 3 տարեկան երեխայի հետ էր պրոֆիլ նկարը դա էր գծած, այնտեղ որ երկրորդ թե երրորդ հարցը դա քո բալիկն է։ Բայց դա ինչ կապ ունի տեսահոլովակի հետ, բալիկն է թե չէ։ Չէ, դե ուզում էին բալիկին էլ նկարահանեին մայրիկի հետ, որ քիմիան ճիշտ աշխատե։ Եթե դա էր իսկապես։ Իսկ եթե բալիկը լիներ, Մայք։ Եթե բալիկը լիներ, կլիներ տեսահոլովակը։ Շարունակությունը չէր լինի։ Եթե շարունակությունը չէր լինի։ Ինչու՞։ Կարծում եմ։ Չգիտեմ, ես ենթադրում եմ, որ ինչ որ մի արդեն կապ, եթե բալիկ եւ դա արդեն ստեղծված մի պատմություն է, որը ունեցել է իր հետևանքներով, բանով, իսկ ես չեմ ուզում մտնել մի պատմության մեջ, որտեղ դա արդեն ունի իր սկզբնաղբյուրը, այսինքն դու պիտի առնչվես եւ բալիկի հայրիկի եւ հայրիկի տատիկի գլխացավանք չէի։ Այսինքն ես չէի պատկերացնում, իհարկե լինում են բացառություններ, որ տենց սերը կարող է այնպիսի բաների գնաս, քայլերի գնաս, որ նույնիսկ լոգիկայից դուրս լինի այդ ամեն ինչը, նույնիսկ չպատկերացնես, որ դու կարող ես այդ պրինցիպները, որոնք քո մոտ կա, այդ սերը, այդ զգացողությունն, որը ինքը երբեմն այդ բոլորը քանդում է։ Բայց դե այս դեպքում, երբ որ ես իմացա, որ զարմիկն է, այլ ոչ թե բալիկը շատ ուրախացա այդ Աշխեն հետո գրեց եւ ասաց, որ ուզում է ձեզ նկարահանել։ Ես մի անգամից համաձայնվեցի ու մենք պայմանավորվեցինք, ես հիշում եմ հոկտեմբերի 10-ն էր։ Չորեքշաբթի օր էր, օրներ եմ հիշում։ Ոնց է հիշում օրը։ Այո։
ու մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես կյանքումս առաջին անգամ ուշացա, ես կյանքում ոչ միտեղ երբեք չեմ ուշացել, ես մի ժամանակ Մենք այսօր համոզվել ենք դրա։ ամենտեղ շուտ եմ գնացել, միշտ դպրոցում 10 տարի չեմ իմացել, ոնց են երեխեքը ուշանում, ինչ որ բան մոռանում տանեն, ու էլ ինստիտուտում։ Ես այո պահակի հետ էի դերս մտնում, միշտ տենց եմ եղել, ու այդ օրը առաջին անգամ շատ ուշ քնեցի ու շարթնացա, ու չգիտեմ ինչքան, բայց սպասեցրեցի իրանց, ես այնց ոնց մի կիսա ասենց շպարված, հա, անպատրաստ մի անգամից վազեցի։ Այդ ներվը մեջը արդեն ուշանալու ամոթա, ես չեմ սիրում ուշանալ, ես դրանից այնքան ամոթ եմ զգում, ու տենց որ առաջին անգամ հանդիպեցինք, այդ հանդիպումը շատ երկար տևեց։ Ու մենք տեսահոլովակից համարյա չէինք խոսում, ինքը տենց հարցեր էր տալիս պատմել շրջագայություններից, փորձում էր տպավորություն թողնել ինձ հա, թվում է։ որ արդեն ութ ընկնում էր, մենք ոչ մի բան չէինք խոսում, արդեն Երկուսով էիք։ երկուսով էինք, այո, դες ինչ որ շատ երկար տևեց։ Հետո արդեն ես պայմանավորված պետքա բարեկամուհուս հետ արդեն ոնց որ հանդիպեին, ասեց պետքա արդեն ոնց որ վեր կենամ, ու ասեց քեզ կուղեկցեմ իջև այդ փողոցի խաչմերուկ։ Ու պարզվեց ինքը Երևանի կենտրոնում վաղուց չի սպասնել։ Մեքենա էլ մեքենա ունի ժամանակ։ Չհամաձայն, ես մեքենա չեմ։ Հա, մենք Աբովյանի վրա ենք, պետք է մինչև Ամիրյան քայլեինք։ Ասեցի ես քայլեմ, եթե դուրսում ես ինձ հետ կարող ես այդքանը քայլել։ Բայց իհարկե այդ երկար ու ձիգ օրվա եւ հանդիպման ընթացքում արդեն կային ելևեջներ, ստեղծվեցին ելևեջներ այդ էմոցիաների, հետաքրքրության։ Ես մտածում եի, ուզում եի հասկանալ այս ամեն ինչը ուր է տանում, որտեվ ես տեսահոլովակի աշխատել եմ, գիտեմ, այնտեղ կարճ հանդիպում է, ինչ ես հագնելու, ինչ է սպասվում սցենարի։ Ինչքան եք վճարելու։ Հա ինչ որ սենց խոսակցություններ, բայց այդտեղ ավելի կյանքային էր ու չգիտեմ, մենք որ դուրս եկանք սրճարանից, ինքը իր բանը մոռացել էր բաճկոնը մոռացել էր ու ասեց մի րոպե ես գնամ բաճկոնը բերեմ։ Այդ ընդհատումը, որ ինքը հետ գնաց բաճկոնը բերելու, ես այդ մի քանի վայրկյան ընթացքում իրան կարոտեցի։ Ու ես սենց դա իմ մոտ առաջին անգամ տենց զգացողություն եղավ, որ ոչ թե սենց սիրահարվեցի, այլ հարազատական սենց բան զգացի, որ այս մարդու հետ ինչ-որ սենց որ հետարքիր բան կատարվեց, բայց ես այնքան տենց խառն էի, սենց մտքերի մեջ, ինչ չէր, սա տեսահոլովակ չի, սա ուրիշ բան է, չկենտրոնացա, բայց տպավորվել է այդ իմ առաջի այդ զգացողությունը, որ ինքը գնաց հետ բերեց, մենք քայլեցինք միջև Ամիրյան, ու ինքը այնտեղ ծաղիկ վաճառող կին կար, ինքը ասեց մի րոպե, շրջվեց, գնաց մեծ վարդերի սենց փունջ վերցրեց ու սենց միանգամից բերեց ինձ տվեց, ես ասեցի ուրեմն սա տեսահոլովակ չի դառնա, սա մի ուրիշ պատմության, սա մի ուրիշ պատմության սկիզբ է դառնալու։ Գիտես բոլոր ձևերը, փաստորեն կանանց սիրտը նվաճելու։ Առաջին անգամ պատմում ես պատմությունը, հետաքրքիր է, ես էլ եմ կողքից լսում։ Ինչ հետաքրքիր է, բայց մի միջանկյալ հարց էլի, հիմա էլ ես կարոտում, երբ տանից դուրս է գալիս կամ ուղևորության։ Հա, կարոտը միշտ կա, որտեվ մեր կապվածությունը շատ ուժեղ է։ Կարոտ անհանգստություն նաև լինում է։ Հա, եթե ինքը ուշ է գալիս, ես չեմ կարողանում քնեմ։ Դա մոտ sense ընդգծված միշտ կա։ Ինքը պետք է տարածքում լինի, որ ես կարողանամ հանգիստ լինեմ, որ ինքը տարածքում է ու ես կարողանամ քնեմ։ Դա վիճաբանությունների արդյունքն է միշտ լինում։ Հա, որտեվ ես չեմ կարողանում ինձ փոխեմ, ես sense հանգիստ գնամ քնեմ ու իմանա, որ ինքը ասենք շատ ուշ է գալու։ Ինքն է կարող դա նկատմամբ սահմանափակում ազատության, բայց իմ մոտ այն որ sense լարվածություն է լինում, այդ զգացողությունը անդադեսա կզանգի կգրիկ բավոր ուշանա, բավոր չգիտեմ ինչ, ու sense մտքերս ինչ չեն թողնում, ու ես sense մեկ-մեկ բուրն եմ արտահայտում, ինչի ուշացավ։ Ֆանտազիա սիրում եմ։ Հա։ Բայց ոչ թե կասկածի առումով, չվստահության, այլ ուղղակի ընդհանուր որ անվտանգ լինեն, բոլորը կողքս լինեն, նույն երեխեք ամուսինդ, որ դու հանգիստ դուրը փակես ու քնես։ Աշխեն ազնիվ եղեր։ Ես ազնիվ եմ։ Չէ, գիտես ինչ եմ ասում, որովհետև նայ, դուք երկու երեխա ունեք արդեն, բավականին երկար ժամանակ եք իրար հետ։ Եթե կասկածն ու խանդը չէ, ապա այսքան տարի հետո մի փոքր դեռ չեմ հավատում, որ զուտ այդ անհանգստությունն է, որ կողքս լինի եւ այլն, խանդ կա ամեն դեպքում ինձ թվում է։ Եթե ասեմ չկա, ինձ թվում է սուտ կլինի, որտեղ կա սեր, կա այնտեղ սեփական շնորհական չէ, սենց բաներ, հատկություններ, բայց հիմնականում այդտեղ խանդ չի կարա լինի, որտեղ եթե դու սիրում ես, դու պետքա վստահես առաջին հերթին, եթե ամուսնացել եմ, ուրեմն վստահել, եթե ընտրել եմ իրան, ուրեմն ես իրան վստահել եմ որպես տղամարդ։
Ես ասենք Ընդունեցի։ հա, բայց այդ առումով ես չգիտեմ, երևի գերարտահայտված է իմ մոտ ինստինկտները, նույն երեխեքի հանդեպ, մայրիկի հանդեպ, որ ես սիրում եմ, որ ինչ որ մի ժամի բոլորը տանն են, որ մենք տենց ոնց որ չգիտեմ, տարիների ընթացքում ինչքան մեծանում ես, դրա կարիքը լինում է, որ դուք բոլորդ մի ժամի հավաքվեք, մի ժամի ընտրեք, ֆիլմ նայեք կամ ամեն ինչ ոնց որ ժամային առումով հավասարվի այդ ամեն ինչի իրար։ Գիտես ինչն է հետաքրքիր, դու հիմա խոսում ես, ես հասկանում որ այնքան վաղուց ես չեմ լսել այս արտահայտությունները, որովհետև ընտանիքի ինստիտուտը այնքան է փոխվել, որ այն ինչը որ ճիշտն է եւ մաքուրն է եւ իրականն է, մեզ համար թվում է անհասկանալի եւ անհավատալի, բայց սա է իրականությունը, այսպեսին պիտի լինի։ Եվ այդ կնոջ հավաքող, հա, եթե նայենք հին ժամանակներում օջախի կողքը բոլորին մեկտեղող, պատրաստող, թևերը փռած իր ձակուկներին, իր ամուսնուն, իր ընտանիքին նվիրված կնոջ կերպարը այնքան վաղուց մենք չենք տեսել, որ հիմա Աշխենը խոսում է, սկզբում թվում է թե անհավանական բան է ասում, որին պետք է չհավատալ, բայց արի ու տես, որ սա շատ յուրահատուկ բան է այսօր։ Աշխեն, բրավո, ինձ թվում է դու փոքրիկ մաստեր կլաս տվեցիր։ Եվ այդ եմ ասում, որ ամենակարևորը լինի մեկը մյուսի հանդեպ վստահություն, որտեղ երբ որ կորմա վստահությունը, արդեն կարելի է չխոսել էլ ոչ մի բանի մասին, որտեղ եթե դու չես վստահում քո դիմացինին, կասկածում ես, հա կարող է խանդ լինի, թեթև ինչ-որ բան, բայց երբ որ դա հասնում է լուրջ արդեն առիթների, ընդհարումների կամ չգիտեմ ինչ-որ անընդհատ լինում են տենց պրոցեսներ, դա արդեն դե հասկանաս, որ լավ չի, ավելի լավ է առանձնանաս, քանց անընդհատ այդ ներվային իրավիճակը շարունակվի, ես տենց եմ ունի ընդհանրում։ Ես զարմանալիորեն հիացած եմ, ապշած եմ, շատ հաճելի, այսպես տաք զգացում եկավ վրաս։ Մայք, ի՞նչն է իր այդ մի քանի ժամվա մեջ այդքան հավանել ու սիրել։ Դե նկարներով արդեն նայելով, հետո որ խոսում էինք, արդեն կար պլաններ մտքիս մեջ եւ այդ հանդիպումը նաեւ իրան արդեն իրականում տեսնելն է, որտեղ վիրտուալ աշխարհում էինք շփվում եւ դա այդ վիրտուալ աշխարհը դու կարող ես ինչ բան պատկերացնես, բայց երբ դու որ տեսնես, դա իրականության հետ կապ չունենա, այդ մտավախությունը կար ամեն դեպքում, բայց երբ որ տեսա, մի անգամից հասկացա, որ չէ, ճիշտ եմ ընկալել հետ սկզբից իր տեսակը, իր վիճակը եւ չգիտեմ, դա այդ զգացմունքն է, որ չես կարող նախորոք ինչ-որ բան։ Բայց հենց այդ օրը հասկացար, որ քո կինն է դառնալու։ Հա, այդ օրը ես էլ հասկացա։ Իսկ որ հատկանիշների վրա հետո հենվեցիք, որ չվախեցաք գնալու այդ լուրջ քայլին։ Հատկանիշ չկար տենց, որ ինչ որ ասի, ես իրան տենց լավ չէի ճանաչում, որ Չէ, հետո արդեն ճանաչելուց հետո, որ հատկանիշները։ Չէ, այդ պահն էր արդեն կարևոր, այդ պահը արդեն զգացողության բան էր, էլի, որ զգում ես, որ քո մարդն է կամ քո մարդը չի։ Այդ զգացողությունն է կարևոր ու տենց գնաց արդեն։ Հետաքրքիր է, Աշխեն ինչու ամուսնացար Մայքլի հետ։ Այդ հարցը դժվար է պատասխանելը, որտեղ այդ շրջանում ես ընդհանրապես չէի պլանավորել ամուսնանալ, ես հենց մեծ պլաններ ունեի, ուզում էի կրթությունը շարունակել արտասահմանում։ Այդ ընթացքում ես լեռնագնաց աղջիկ էի։ Զբաղվում էի, այո, սենց հաջորդ իմ նպատակը մասիսը բարձրանալն էր, ես արդեն պլանավորել էի ամռան այս կողմենքով, ոնց որ իմ ամբողջ պլանները սենց խափանվեց, հա, ու Մայք այնքան էր շտապում, ես այդ շտապելուց ոնց որ ավելի հետ էի գնում, մենք հոկտեմբերին ծանոթացանք, դեկտեմբերին նշանվել ենք, ինքը ուզում էր հələ փետրվարին ամուսնանայինք, ես ասում էի, խնդրում եմ, գոնե թող ձունը հալվի, բնությունը ծաղկի, սենց պատճառներով ինչքան կարողանում էի ձգում էի, որտեվ ես այդ ամեն ինչ այնքան հանկարծակի էր ու այդ ընթացքում ես ոչ մի բան չէի հասցում պլանավորեի, հասկանայի մետ ինչա կատարվում, բայց այն որ ես հենվում էի իր վրա, մտածում էի երևի ինքը ճիշտ է, ես սխալ եմ դեպքում, որտեվ իմ կյանքի ամենավճռական քայլն էր, որը ինքը արեց, ոչ թե ես։ Ոնց որ ինքը այդ ամեն ինչ իմ ձեռքը բռնեց տարավ, ես այնտեղ ոնց որ ասած շատ քիչ բան եմ արել, ընդհանրապես ես վստահել եմ իրան, իր ձեռքը ու ինքը սենց տանողն է եղել ավելի շատ։
Ու այդպես տենց մենք ապրելին ամուսնացանք։ Ես ապրիլի 11-ին։ Ես ընդհանուր առմամբ տենց պատրաստ չէի, բայց ես ռիսկով մտա այդ ամեն ինչի տակ։ Կյանքում եղել են պահեր, որ մտածել ես, որ շուտ էր, սխալ է։ Շուտը մտածել եմ, հատկապես որտեվ երազանքներ կար ուսման հետ կապված, որ ոնց որ մնաց, ես հիմա այդ մուրը ասած աղջկանից եմ հանում։ Հա, բայց այն հրաշք ընտանիք են երեխաները, որ մենք ունենք, ես ամեն օր Աստծուն փառք տալով եմ արթնանում, որ sense հրաշք զավակներ, դրանից ավելի մեծ ձեռքբերում ինձ թվում է կյանքում, ոչ մի դիպլոմ, ոչ մի գույնի դիպլոմ, չգիտեմ, ոչ մի երկիր, ոչ մի բան ես չեմ փոխարինի այն հարստությունը, որ մենք ձեռք բերեցինք, այդ ամենափոխարինելի բանն է այս աշխարհում, որ Աստված կարա տա, դրանից ավելի երջանիկ բան, ինձ թվում է ձեռքբերում մարդ չի կարա կյանքում ունենա։ Ամեն։ Համաձայն եմ։ Բրավո։ Այնքան սիրուն խոսք ասեց, չեմ կարողանում շարունակել։ Մայք, բայց մի բան հարցնեմ, հետո նոր փոխենք ուտեստը եւ շարունակենք զրույցը։ Շոու բիզնես, բեմ, արտիստներ, երգչուհիներ, դու էլ տարբերվող, ինչ չէիր կարողանում գտնել այնտեղ, որ գտար լեռնագնաց աղջկա մեջ։ Լավն էր։ Ես ամառս վառված թշերով մանեի, էլի գալիս միշտ արևից վառված էր իմ մաշը։ Չգիտեմ, ես երբ ինչ որ տարիք է գալիս, որ իմ մոտ այդ հասունացել էր ու ես նախ հոգնել էի մեր շոու բիզնեսից, ինչ ճիշտ է ասեմ, որովհետև այդ ինքը բարդ է գտնվել այնտեղ եւ այն ինչ որ անցնում ես այդ ճանապարհը իրականում այդքան հեշտ ու գեղեցիկ չի, ինչ որ էկրաններից է թվում եւ հաստատ համոզված էի, որ իմ կինը պիտի չլինի շոու բիզնեսից որևիցե մեկը, որովհետեւ չէի պատկերացնում ու չէի կարող համատեղել, որովհետեւ ամեն դեպքում կյանքում անընդհատ լինում է այդ իրար հանդեպ այդ շոու բիզնեսային այդ ես ավել, ես ողջունում իհարկե կան զույգեր, դա իմ մտածելակերպն է, բայց ես հիմա տեսնում եմ այդ շոու բիզնեսում էլ կան զույգեր, ովքեր որ շատ լավ եւ գեղեցիկ ընտանիք են կազմել եւ ես ողջունում եմ, որտեվ դա իրանց մոտ ավելի բարդ է։ Այո։ Ավելի բարդ է, քան մեր տարբերակը, որտեվ մենք ամեն մեկս մեր նախասիրություններ ունենք, մեկս շոու բիզնեսից է, մյուսը ուրիշ բան է ուզում, բայց երբ որ այդ մի ապարատի մեջ ես աշխատում, դա ավելի բարդ է ստեղծել ընտանիք եւ պահել այդ ընտանիքը ամենակարևորը այն շոու բիզնեսում։ Շոու բիզնեսի բացասական դրական կողմերի ազդեցությունների մասին առաջարկում եմ խոսենք մեր հաջորդ ուտեստի ժամանակ, իհարկե չմոռանալով նաև երկուսիդ պատմությունը, որ այսպես համընթաց կգնա զրույցի ընթացքում։ Դե ինչ Գնացինք։ Տոլմա հայկական խոհանոցի թագուհին։ Եթե արդեն ունեք տանը պատրաստած, հիմա ցույց կտամ, թե ինչպես կարող եք գեղեցիկ եւ ռեստորանային ոճի մատուցել ձեր հյուրերի համար։ Վերցնում ենք մածունը։ Մի փոքր էսպես հարում ենք, որ բացվի, համասեռ դառնա։ Գուշակեք, սա ինչ է։ Չգուշակեցիք։ Լորիձու կտրելու մկրատ։ Քանի որ ես մածունը քիչ եմ վերցրել, հավկիթի փոխարեն լորիձու կօգտագործեմ։ 1 լորիձու։ 450 գրամ մածունին ավելացնում եմ 1 թեյի գդալ ալյուր։ Եվ ավելացնում եմ ջուր։
Մինչ սպասում եմ, որ եռա մածունը, այդ ընթացքում չենք մոռանում խառնել։ Թավայի մեջ տաքացնում եմ ձիթայուղ։ Եվ հիմա տաք ձիթայուղի վրա առատ չոր նանա եմ ավելացնում։ Մածունը եփվելուց հետո ավելացնում եմ աղ, սև պղպեղ, դե մենք ունենք ավանդույթ տոլման վայելելու մածունով, բայց քանի որ ես սիրում եմ ոչ ավանդական մատուցումներ, դրա համար ես մածունից թանձրուկ եմ պատրաստել, որը հաղորդման մեջ դուք կտեսնեք, իսկ վրայից ձիթայուղի մեջ տապակած չոր նանա է, դրա համար էի հարցնում չոր կանաչիների հետ, ինչ հարաբերությունների մեջ է, եւ առաջարկում եմ վայելենք Արմենիա վայն ընկերության տակար ռեզերվով, որը շատ հետաքրքիր բլենդ է, երկու խաղողի, արենի եւ սապերավի, սապերավին հենց Հայաստանում աճող սապերավի է եւ հետաքրքիր միքս է ստացվել, այնպես որ առաջարկում եմ դու մեզ հյուրասիրես, եկա մեր սիրելի պահել։ Չգիտեմ, ես այդպես պրոֆեսիոնալ կարող եմ լցնել թե չէ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է սա անում, որ պրոֆեսիոնալը պատտում են բան։ Հետո շնորհակալություն։ Մի քիչ էլ որ բացվի, օդահարենք, հուսամ կհավանեք, եթե չհավանեք, հանգիստ կարող եք ասել։ Չեմ կարծում, որտեղ արդեն մատուցման կուլտուրան եւ ձևը եւ տեսքը արդեն բրավո քեզ հիանում եմ ուղակի եւ վստահ եմ արդեն հեսա փորձելու եմ համնել է ինձ թվում ամենից դուր գա որտեղ բոլոր այն կոմպոնենտները որ ասեցիր ինձ շատ հոգեհարազատ է դե հետո իսկ կանացի խորամանկությունները միշտ պետք է կարողանել օգտագործել անգամ խոհանոցում որովհետեւ շատ ժամանակ ընտանիքը հոգնում է երբ նույն ուտեստ օրինակ երկրորդ օրն ես մատուցում բավական է այսպեսի մի ֆոկուս եւ բոլորը հակարդ են ընկնում չէ՞ կանայք իսկ գիտեն այդ խորամանկությունները Брюки превращаются превращаются Փորձենք Փայլուն Հա Փայլուն Շատ համովան Իջաչելի է հետարքիր ալարև Շատ Ես նանայի համը ինչ հետարքիր բանա չէ փոխել Թարմություն է տվել մսին Ես մինչև գինով չփորձեմ չեմ կարող ասել Այո Գինով արդեն իրար հետ շատ բռնում է Նոր երբ ընդմիջում ունեինք եւ ես սեղանն էի կարգավորում եւ այլն Մայքը ամեն կերպ իհարկե Աշխենը նույնպես մի կերպ ենք նստացրել աթոռին որ չվերկենա սկսի շարժվել բայց ինձ զարմացրեց որ Մայքլն էր նաեւ փորձում օգնել եւ այդ սպառողի հոգեբանությունից դուրս ինչ որ մի բան անել ինչը շատ հարիր չէ հայ տղամարդկանց հետաքրքիր է դա միայն հյուր գնալիս է դրսևորվում նկարահանումներին այսպես եթե մի քիչ չոր է հնչում, բայց ուղիղ ասեմ, հա տպավորություն թողնելու հետ է կապված, թե իսկապես տաննել եք այդպիսին սփորթիվ անգլերեն ասած, մեկը մյուսին օգնող, այլ ոչ թե պարտադիր տղամարդը պիտի պահանջատեր լինի, այս կինը պետք է մատակարարի անընդհատ։ Ինչպես է տանը։ Մեր տանը այդպես չի, մեր տանը այնպես է դասավորվել, որ մենք երեխաներին հավասար պարտականությունները կիսած ենք մեծացնում իրար մաքսիմալ ինչով կարող ենք միշտ օգնել ենք ընդհանուր միջև եթե հոգնած եմ եղել ինքնանախաճաշ պատրաստ կամ երեխայով զբաղված եմ եղել ընթրիք լինի երեխաներին զբոսանքի տանել դպրոց դաս անել ցանկացած բան մեր պարտականությունները միշտ կիսվում է չկա տենց բան որ սա մենակ կնոջն է
Ուրեմն ես դրա մեջ չեմ մտնի։ Երբևէ տենց բան չի եղել մեր տան մեջ։ ու ցավալի է որ կա այդ մտածելակերպը, ես շատ կուզեի որ մեր հայ տղամարդու իր խոսքը շատ կարևոր է, իհարկե յուրաքանչյուր ընտանիքում դա այդպես է պիտի լինի, որտեվ ես գտնում եմ որ իրականում շատ հարցեր կան, որ իրականում պետք է տղամարդը որոշի, որտեվ այդ ինչը կապված է ընտանիքի հետ, բայց ինչ վերաբերվում է այդ առօրյա այդ հոգսերին, կենցաղային մանր թեմաներին, որը ինձ թվում է ոչ մեկին էլ բարդ չի ինչ որ մի բանով օգնել կամ ինչ որ մի բան անել, երբ որ այդ իհարկե տեսնում ես որ նաև դրա կարիքը կա եւ ուղղակի քո ուշադրությամբ պարտադիր չի կարող իրան ինքը լավ զգա եւ այդ առողջական պարտադիր չի խնդիր ունենա որ դու դա անես ուղղակի քո ուշադրությամբ դիմացինին քո հարազատ մարդուն քո տանիքի անդամին բոլորին դի ուշադրի լինենք օրինակ այս վերջերս մենք հենց խոսում էինք այդ ուշադրության մասին մեր երեխաների հետ որտեվ ցավոք սրտի այս գadgetները մեր երեխաներին տարել են լրիվ ուրիշ ուղղությամբ եւ այն սովորական ռեակցիաները, որ մենք ունենք, չի ասենք ինչ որ մի բան ա լինում, դու օգնում ես կամ չգիտեմ ինչ որ բանի կարիք կա, այ ցավոք սրտի մեր երեխաները կորցնում են այդ ռեակցիայի զգացողությունը եւ մեր այսօրվա գործունեությունն էլ հենց ինչ որ զբաղվում ենք թե ես թե Աշխենը հենց ավելի շատ նպատակասլված էր դրա վրա, որտեվ ես տեսնում եմ որ դա համատարած է, չգիտեմ դա ինչից է, այդ իհարկե բթացնող բան է, դա թե չգիտեմ ինչ է, որ երեխեքը եւ երեք հենց խոսում էինք դրա մասին մեր աղջկա հետ, որովհետեւ ինքը արդեն 13 տարեկան է եւ հենց խոսում ենք որ պիտի այդ ուշադրությունը լինի Մա ես սիրում եմ օրինակ, բայց չեմ գա քեզ փաթաթվեմ, ասում եմ, ինչի փաթաթվել, մեջ բան կա։ Դու պիտի ինչ-որ մի կերպ արտահայտես քո սերը, բա ոնց մենք իմանանք, որ դու մեզ սիրում ես։ Եթե դու չես ուշադրություն դարձնում, դու չես մասնակցում, չէ՞, մեկը մեկի հետ շահ կապված բաներ են, որ մանրունք է, բայց շատ կարևոր։ Իհարկե, շատ հետաքրքիր բան ասացիր եւ ես հիմա մտածում եմ, որ իմ աղջիկն էլ այդ տարիքի ինչպես ինչ որ մի բան է մեջները մտել, որ մենք թաչի չենք, մենք չենք սիրում գրկել, մենք չենք սիրում հանվել։ Հետաքրքիր է։ Անցողիկ շրջանը մի քիչ նաև բարդ է աղջիկների մոտ։ Տղաների մոտ էլ է լինում, բայց աղջիկի մոտ ավելի արտահայտված իհարկե։ Դրա համար, չգիտեմ, ինձ թվում է պետք է ուշադրություն դարձնել այդպես բաների։ Իհարկե։ Խոսում եք իրար հետ։ Ամեն ինչի հետ կապված։ Ինչու եմ հարցնում, որովհետև երբ շատ զույգերի ես լսում, հասկանում ես, որ հատկապես մի քանի տարի իրար հետ ապրելուց հետո խոսելու բան չեն ունենում իրար հետ։ Կարող են ճանապարհ գնալ եւ ամբողջ ճանապարհին լռել։ Ոչ նա նրան ասելու բան ունենա, ոչ նա նրան ասելու բան ունեն։ Ու հասկանում ես, որ չեն խոսում։ Այս զույգը չի խոսում իրար հետ։ Չէ, խոսում ենք մենք միշտ, եւ բայց նաեւ այդ մի լավ արտահայտություն էլ կա, պետք է կարող գտնես այն մարդուն, ում հետ կարող ես լռել, չխոսել, որտեղ ինքը քեզ հասկանում է, էլի, բայց առիթներ եւ թեմաներ շատ բազում են, որ քննարկում ենք եւ լինում են նաեւ այդպես վեճային քննարկումներ մեջ չի, որ մենք տենց դե հա միսու արյունից այո, լինում են շատ ենք խոսում, բայց հենց այդ խոսակցությունների բաների ընթացքում ես ճշմարտությունը ինքդ քո համար բարձում, առանց դրա հնարավոր չի։ Դրա համար կա խոսքը, կա դիմացինին լսելու հատկությունը, շատերը չեն լսում դիմացինին, ասում են այսպես է եւ վերջ։ Կա մեր մոտ այդ բանն էլ կա, լինում է տղամարդու համար մի քիչ բարդ է, որտեղ մեր մենտալիտետով մենք տեսել ենք մեր ընտանիքներում, որ այդ պիտի լինի, եթե ասեցի ու վերջես պիտի լինի։ Այսինքն իր խոսքն է եւ դրանից ենքոմ էլ բան չկա, բայց հիմա պիտի փորձես, որտեղ աշխարհը փոխվում է, մարդիկ փոխվում են, այլ բաներ են գալիս, այլ մտքեր են ծագում, իդեաներ են գալիս, պիտի կարողանաս դիմացինին անպայման լսես։
կլինի ընտանիքի անդամ, երեխա, կին, սիրելի, չգիտեմ, ամեն ինչ։ Ես որ հետ եմ նայում 90-ականներն եմ հիշում, հա, հայկական շոու բիզնեսը նոր այսպես ծաղկում էր, մրցակցություն կար, հիթեր, երկրպագուներ եւ այլն, իմ տպավորությունը համենայն դեպս այնպիսին չէր, որ Մայքլ Քոթանջյանը մի օր կուզենա ունենալ այսպես ավանդական ընտանիք, երեխաներ եւ այլն, ավելի տպավորություններ ինձ մոտ, որ այսպես ավելի շատ շոու բիզնեսը կկլանի, կգնա ընդհանուր ոչ ստանդարտ լինելու ձգտումը կլինի, տարբերվելու ձգտումը կլինի, բայց որ կգա ինչ-որ մի օր, որ շատ խելամիտ սրտով եւ մտքով ընտրություն կկատարվի եւ այսպես հետաքրքիր ֆորմուլա կունենա ձեր ընտանիքը, ինձ համար համենայն դեպս զարմանալի էր եւ հաճելի էր։ Հետաքրքիր է սա դաստիարակության արդյունք է, թե կյանքի ընթացքում քո որոշումներն են բերել սրան։ Գիտես, եւ նա, երկուսն էլ, որտեվ շոու բիզնեսը, այո, իր հետաքրքրությունը, իր ամեն ինչը կա, բայց նախքան շոու բիզնեսից ես նաեւ աշխատել եմ դրամատիկական թատրոնում փոքրուց եւ մինչեւ երևի թե որ թվականները արդեն պետք է ընդունվեի ինստիտուտ, նոր այդ ժամանակ դուրս եկա եւ Գավենդվատ շրջանը 90-ականների, որ այդ վատ տարիներին մոտ ջարդվեց այդ դեպի թատրոն, լույս չկար, բան չկար, այդ ժամանակ մենք հերոստային ներկայացում նկարեցինք, որ բարձրացնում էին մեզ սարով այդ նորքի Հերբերտ Գասպարյանի խնջույք ներկայացումներ, հետաքրքիր գործեր, բայց շատ դաժան նկարեցինք, ու իմ մոտ այնց գնաց դեպի ավելի երկային շոու բիզնեսային տարբերակը, բայց այնտեղ էլ ես հետաքրքրությամբ փորձում էի ստեղծել ինձ հետաքրքիր էին կերպարներ, որը մեկը մյուսի հետ կապ չունենա, վառ լինեն, մեկը այլ կերպ լինի, մյուսը ուրիշ տիպի լինի, մյուսը ավելի դերասանական այդ բանն էի ուզում մտցնեի այդ իմ իմիջի մեջ, ոնց որ ասում են, բայց ընդհանուր շոու բիզնեսը մեր ցավոք սրտի շատ այն բան կա, չէ, մակարդակ կա, որ ասում են ամենաբարձր դեմ դերասաններն են, հետո գալիս են երգիչները, վերջում պարողները, կներեք, ներողություն եմ խնդրում, բայց դա ներքին կուխնյա է, դա այդպես են ասում, ինտելեկտի առումով եմ ասում, շոու բիզնեսն է չի փայլում եւ իր բաների մեջ ոնց ասեմ, չես կարող շատ պտտվել, որտեղ շատ պրիմիտիվ է ու շատ ցածր է մակարդակը ներքին կուխնյայի։ Նեղացածություն ունես։ Չէ, absolute ոչ մեկից, ընդհանրապես, ինչի համար։ Երբեք չէ, նեղացած չեմ եղել ոչ մեկին, բոլորին շատ սիրում եմ, շատ ընկերներ ունեմ, ես ասում, մինչև հիմա պահում եմ իմ կապը իմ ընկերների հետ, հավաքվում ենք, տեսնում ենք իրար, չէ, absolute, երբեք ինչ չեմ փագել, չէին է կարա փագեին։ Կարողանային, բայց հիմա ընդհանրապես չեն կարա փակեն, որովհետև կա YouTube, կա ինտերնետ, կա ամեն ինչ որ հնարավոր է։ Բայց ինչ տեղի ունեցավ, որ ինչ որ մի կետից այլևս առաջ չգնացի։ Չէի ուզում, այդ հոգնել էի եւ այդ ակումբային ռեժիմից։ Դե ակումբ ավելի աշխատանք է, ես նկատի ունեմ ավելի նոր ստեղծագործություններ, նոր ստեղծագործություններ անում ենք, այո, անում ենք։ Բայց չեն աշխատում այնպես, ինչպես թվում է, թե կարող էին աշխատել։ Միգուցե, որտեվ նույնիսկ ճաշակն է փոխվում երաշտական։ Այն ժամանակ, որ մտածում էի ավելի շատ անեմ հիթ, որ չգիտեմ, այսպես լինի ավելի շատ տարածում ստանա, հիմա ավելի մտածում ես մի քիչ ավելի խորը, ավելի ասելիքով լի երգ ստեղծելու մասին։ Դա էլ է նախասիրություն տարիքի հետ երևի թե կապված, բայց ինչ վերաբերվում է այդ ակումբային բան, այդ դրանից առաջինը հրաժարվեցի, որտեվ արդեն անհամատեղելի էր իմ կյանքը, իմ ընտանիքը եւ այդ ռեժիմը, որ պիտի չքնես գիշեր, հետո ցերեկը քնես, գիշերը նորից արթնանաս, այդ գիշեր ցերեկ անդադ այդ տարբերությունը
կար, բայց այնուամենայնիվ երբ հիմա լսում ես քո վերջին արած գործերը, որոնք YouTube-ում կան, Դե գոհ ես մնում, լսում ես եւ բավարարված ես զգում, դու կարծում ես, որ արել ես այն ինչը որ Չէ, բավարարված չեմ զգում երբեք, որտեվ անդադ այսօր ձայնագրեցի, վաղ արդեն փոխվում է մտածելակերպս, ասում բայց կարայի այսպես երգեի կամ այս բառը կարող է լավ չէր, էսենց կարայի անեի, անդադ այդ բանը կա, որ անդադ մտածում ես ճիշտ է թե չէ կամ կարար, բայց սենց լիներ հետո ես մտածում, վերջին երգը երևի թե արել ենք երբ էր նախանցյալ տարի, նոր տարվա հետ կապված էր երեխաների տենց ավելի Մենք հիմա նայում ես նոր տարվա երգը, մարզավիճակը դուրդ գալիս է։ Մարզավիճակ, Այսինքն երբ անընդհատ process-ի մեջ ես, եւ կատարողականությունը եւ ձայնը եւ մատուցումը այդ ամենը միշտ տոնուսի մեջ է, բայց երբ պաուզաներով ես գնում, մի տեսակ մարզավիճակա, որ արտիստները կորցնում են, չէ, այսինքն պիտի ֆորման, մարզավիճակ ասենք դրան։ Նայում ես եւ հասկանում ես, որ այն է ինչ որ դուրս գալիս է, թե այդ հարցում էլ ունես կոնֆլիկտ ունեմ, անպայման ունեմ, որտեղ մտածում կարող է ավելի լավ լիներ, բայց դե այդպես ստացվեց, այդ բանի մեջ նայած նենց չի, որ ես դժգոհ եմ այդ երգից կամ ինչ-որ վատեղը, որտեղ միշտ որ անում ես, առաջինը մտածում ես որակային լավ լինի եւ լավ ստուդիայում եւ լավ երաժիշտների հետ աշխատես գործիքավորողը եւ բոլորի կարծիքն եմ այդ դեպքում հաշվի առնում, որտեղ անպայման Աշխենն է արել մոնտաժը, տեսահոլովակի։ Անպայման Աշխեն եւ ոչ միայն Աշխենի, երեխաների, մայրիկիս, բոլորի կարծիքն Իսկ հետաքրքիր է Աշխենը ազնիվ ասում է, ինչը իրեն դուր չի եկել, թե ամեն դեպքում արտիստին խնայելու, չցավացնելու, որտեղ շատ նուրբ են ամեն դեպքում։ Ես դառը ճշմարտությունը միշտ նախընտրում եմ քաղցր ստից։ Ես երեխաներիս դեպքում էլ եմ տենց։ Կա չէ որ եթե իմ երեխան է, ուրեմն ինքը ամենալավն է ու կատարյալն է, ինձ մոտ տենց չի։ Ես եթե թերությունը տեսա, ի օգուտ իրան պետքա դա ասես։ Եթե դու ծածկես, ուրիշը դա կասի, ուրիշ ձև կասի։ Դրա համար ցավալի կլինի։ Իհարկե, դրա համար ես երեխաներին էլ նույնն էլ մայքին, եթե մի բան դուրս չի գալիս տեսահոլով։ Օրինակ ունի տեսահոլովակների հին, որից ասում, սա ես չեմ հավանում։ Նենց չի որ եթե մայքին է տեսահոլովակներին մի կպիր խնդրում եմ։ Չէ, ուզում ասեմ կա։ Դա մեր մանկությունն է։ Երկերի չէ, կոնկրետ տեսահոլովակի մասին, բայց օրինակ ես վերջի տեսահոլովակը միասին ենք գրել սցենարը, մոնտաժը ես եմ արել, ու տենց ոնց որ ընդհանուր այդ աշխատանքի ինքը իմ կարծիքը շատ է հաշվի առնում, որտեվ գիտի, եթե ես մի բան ասում եմ, սենց պետքա լինի, իմ կարծիքը ես տենց նուրբ մատուցում եմ, ինքը վստահում է ու տենց գեղեցիկ ու ճիշտ է ստացվում, բոլորի աչքով հենց տենց էլ ստացվում է։ Ոնց որ ասած, այդ գույնը բոլորս այդ նույն երանգի մեջ ենք տեսնում ի վերջո։ Դրա համար այդ վստահությունը եղավ ու շատ գեղեցիկ ստացվեց, կարծում եմ։ Ուղղակի ինքը նույն իր հարցին ես էլ պատասխանեմ, որ ամուսնացանք միշտ ասում էի ռիթմից մի ընկի, շարունակի, ամեն ինչը ինչքան էլ ընտանիք, բայց ոնց որ դու սիրված ես, փողոցում միշտ բոլորը մոտենում են, ուր ես, ինչի նոր բան չես անում, բայց ինձ թվում է իր ոնց որ հագեցած էր իր մոտ, ինքը սենց դադար վերցրեց, բայց ես էլ եմ ժամանակ առ ժամանակ արթնացնում, ասում եմ ոնց որ տարիները գնում են, օգտագործի ամեն տարիք, ոնց որ մի հատ ուրիշ նախասիրություն, կարող ոճդ փոխես կամ չգիտեմ ինչ, բայց երևի իր մոտ է, չգիտեմ, սենց զպահ, որ նախասիրությունները փոխվեց ու հիմա արդեն ուրիշ գործի մեջ դրվեց, որը ասենք իր պապայի շարունակությունն է։ Այ դրա մասին մենք սուրճի շուրջ կխոսենք, Մայք, նույնիսկ երբ արտիստի որոշումն է կայացնում, դադարներ վերցնելու, լցվելու, հետո նոր սպառելու եւ այլն, միևնույնն է դժվար է լինում, որովհետեւ երբ սովոր ես բեմին, երբ սովոր ես ետնաբեմին, երբ սովոր ես ստեղծագործելու, շատ դժվար է։ Բեմը ճահիճ է, ոնց որ ասում են, դա ճիշտ է։ Եթե մի անգամ ընկնում ես, էլ չէ։ Շատ դժվար է լինում։ Այս դժվար պահերին, այս ապրումներին, որոնց վստահ եմ Աշխենն է մենակ ծանոթ ու Աշխենն է մենակ տեսնում։ Հետաքրքիր է ոնց ես հանում իրեն այդ վիճակից։ Դե դժվար իրավիճակներ, բացի շոու բիզնես, բացի ամեն ինչ,
ընտանիքի ներսում ինձ թվում է արդեն որ տան դուռը բացում մտնում ես, արդեն դու միջավայր ես փոխում ու այդ միջավայրը մեր տան մեջ կա։ Իմ համար մեր տան աուրան, այդ դրսից կտրված մի անկյունա, որտեղ մտնելով հոգսել տամենիշ թողնում ես դուրսը, հատկապես երեխաների այդ շփումով, ինձ թվում է այդ sense ընդհանուր աշխատող վիճակ է, որ մարդուն այդ ստրեսերից, այդ ամեն ինչից, այդ ձանձրույթից, այդ աղմուկից միանգամից ընկնելով հակառակ միջավայր քո ներսում կատարվում է, որ հատուկ process-ներ դրա համար ինձ թվում է պետք չեն։ Պետք է ընդհանուր հանգիստ աուրա, ճիշտ միջավայր, որի մեջ ամեն մեկս մեր տան մեջ, անգամ երեխաների համար էլ ես ուզում եմ, որ իրանք իրանց միջավայր ունենան ու մենք այդ միջավայրի մեջ երբեմն անգամ չմտնենք, որ իրանք իրանց առանձին երբեմն պետք է մարդուն ուղղակի լուր թողնել, մենակ թողնել, կարող ինքը չի ուզում որ դու ասես ինչ ա եղել, անդադ ինչ որ բառեր պոկես իր բերանից, բայց երևի ինքը ազատության մեջ էլ ու այդ միջավայրը ստեղծելով ինքը կհանդարտվի։ Իսկ ցանկացած մարդու պետք է տալ ընդհանուր միջավայր, որի մեջ ինքը իր անկյունը կգտնի, թե կխոսա, թե կլռի միջավայրում։ Կան կանայք, ովքեր հատուկ զենքեր են օգտագործում, հա, այսպես փափուկ զենքեր են օգտագործում սեփական տղամարդուն հանելու այդ վիճակից։ Կան կանայք, ովքեր ոչ մի զենք չեն օգտագործում, բայց ու չգիտեն էլ, որ իրականում ինչպես են կարողանում նրան հանել այդ վիճակից։ Մայք, գուցե Աշխենը չիմանալով է անում այնպիսի մի բան, որը քեզ թարմացնում է, նոր շունչ է տալիս, մոռացության է մատնում խնդիրները։ Դա սա ինքն էլ կիմանա։ Չէ, իհարկե այդ ընթացքում որովհետև կներից կարող է իրեն է թվում, որ ոչինչ չի անում։ Իհարկե չէ, արվում է եւ մեկս մեկով կարող է մի հատ սովորական վիճակից խոսակցությունից այնպեսի մի հատ իդեա ծնվի եւ բան, որ մի անգամ ես էլ որ մի բան փոցավառվում եմ, այդ պահին պիտի անպայման ստեղծեմ ու անեմ ու գնամ, չգիտեմ, ստուդիա կամ չգիտեմ ինչ, կամ եթե դա ներկօրինակ հիմա այդ բեմի, բայց ոչ երգային բեմի, այլ ավելի թատրոնի, կինոյի այդ պահանջն է մոտս սենց բացվել, սենց մեծ եւ ես արդեն մտածում եմ այդ ուղղությամբ, որտեվ պիտի հասունանա քո մոտ այդ ինչ որ դու անես եւ լինի ազնիվ, ամենակարևորը քո հանդիսատեսի հետ։ Այդ ազնվությունը պարտադիր առանց դրա ինձ թվում է ճիշտ արվեստ չի լինում, երբ որ դու ազնիվ չես։ Եվ հիմա օրինակ կա այդ ցանկությունը խաղալու եւ ինչու՞ չէ նաեւ մյուզիկլային տարբերակում ներկայանալու, բայց բեմում կամ ֆիլմում կամ կինոյում այսպես այդ բանը կա, պահանջը կա, ու ես հիմա օրինակ ինչ որտեղ նաեւ մտածում եմ այդ ուղղությամբ ստեղծել ինչ-որ մի պրոյեկտ, որը կլինի հետաքրքիր, դա երևի ապագայի բանը, բայց ամեծ սիրով Նախ ուզում եմ մի հատ կենաց ասեմ, կարելի է քեզ քան խոսում եմ։ Իհարկե, ես պատրաստվում եմ մի հատ։ Պահին հիշեցի էլի մի երգ, որ իմ երգացանկից չի, հայտնի մի հատ գործ կար, որը ինձ հիշեցրեց մեր այսօրվա հանդիպումը, Անտարի միջին ծաղկում պարտեզ, պարտեզի միջին փոքրիկ արվակ, արվակի միջին մի արահետ, մի քիչ էլ գնաց թփերի միջին, խուցը կգտնես ու ճկնավորին։ Հնարքները իմ կբանեցնեմ, այնտեղից նրանց դուրս կքաշեմ, գեղեցիկ կանայք, խորտիկներ համեղ գինի, գինի եւ խախտվի իսկույն մեր գեղեցկուհիների հանգիստը Բարեր արդեն մոռացա ձեր կենացը Արևելությունն է եւ էմոցիաները շատ շնորհակալություն Մայք զրույցը այսպես սիրուն համեմելու այդ ընտրած բառերի համար մի կում գինի վայելենք շատ շնորհակալություն հետո ես սուրճ պատրաստեմ եւ խոսենք եւ Ռաֆայել Քոթանջյանի մասին եւ այն մեծ գործի մասին որ հիմա դուք երկուսը տանում եք եւ իհարկե հետագա պլանների մասին հասկանանք թե ինչ է սպասվում առջևում Սիրով
Ես գիտեմ, որ հիմա բոլորդ նախանձով եք նայում ինձ, որ ես այսքան շոկոլադ ունեմ, այն էլ ինչ շոկոլադ, շատ բարձր որակի եւ առանց շաքարի։ Եվ իհարկե բրուսկետաներից, տոլմայից հետո ավել որևէ բան մատուցելը հանցագործություն կլիներ։ Եվ դրա համար ես իմ հյուրերի համար կպատրաստեմ սուրճ։ Իհարկե, ոչ սովորական սուրճ։ Սուրճը պատրաստելու եմ մուգ շոկոլադով։ Ես ունեմ մեծ ընտրանի Պաբեդա ընկերության շոկոլադները, կաթնայինը, մուգ շոկոլադը եւ դառը շոկոլադը։ Շատ յուրահատուկ շոկոլադներ են, որովհետև չեն պարունակում շաքար։ Իսկ սա նշանակում է, եթե դուք ուզում եք ձեր կազմվածքը պահպանել, ապա անպայման ընտրեք հենց այս առանց շաքարի շոկոլադները։ Ինչպես նաև հղիներին են խորհուրդ տալիս առանց շաքարի շոկոլադ եւ իհարկե շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, որովհետև շոկոլադները ստևիայի հիմքի վրա են։ Դա նշանակում է, որ առանց հավելումների է եւ օրգանական։ Պաբեդան ռուսական ընկերություն է եւ հիմնվել է 1999 թվականին, իսկ ռուսական շոկոլադը մենք գիտենք, որ հիանալի է պարզապես։ Շոկոլադը իդեալական է լիարժեք եւ առողջ կյանքի համար, ինչպես արդեն նշեցի, այն չի պարունակում շաքար, ունի գերազանց նուրբ եւ հավասարակշռված համ։ Ստևիայով շոկոլադը ավելի քիչ կալորիական է, համեմատած դասական տարբերակի հետ։ Ես առհասարակ վստահում եմ բոլոր այն մթերքներին, որ ներմուծում է Մեգաֆուդ ընկերությունը։ Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը։ Մեգաֆուդը հիմնադրվել է 1999 թվականին, երբ Հայաստանում դեռևս սահմանափակ էր արագ սպառման ապրանքների հասանելիությունը եւ դա իրականում բավականին բարդացնում էր մարդկանց կյանքը։ Եվ արդեն շուրջ 27 տարի Մեգաֆուդ ընկերությունը տարբեր հայտնի ապրանքատեսակների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Եվ շատ ժամանակ դուք չգիտեք էլ, որ խանութում այն հայտնի եւ սիրված ապրանքները, պրոդուկտները, որ վերցնում եք, ներմուծում է հենց Մեգաֆուդ ընկերությունը, որը որակի նշան է։ Շոկոլադը հալվել է եւ ես արդեն զգում եմ ինչ համեղ սուրճ ենք վայելելու։ Պատրաստեմ սուրճը։ Կրկնակի էսպրեսոյի վրա լցնում եմ հալեցրած շոկոլադը, տաք կաթ եւ մի փոքր էլ քերում եմ շոկոլադ։ Իմ երկար բարակ սուրճի process-ը ավարտելուց հետո ինձ թվում է պիտի որ հավանեք։ Միշտ գեղեցիկ մուգ շոկոլադով, կաթով, էսպրեսոյով։ Շատ լավ է։ Դե պրիվետ։ Hello։ Ոնց ասում։ Այո։ Շատ համեղ է։ Հա, սիրեցի։ Շատ համով է։ Սա այն բանն է, որ սուրճը դեսերտը հետն է, էլի։ Միանգամից ամեն ինչ կա։ Ես էլ ասեմ ամեն ինչ կարացի խորամանկության մասին։ Բիո բան կա, չէ։ Ես ձեզ չեմ կարող բաց թողնել, մինչև միասին չխոսենք եւ ինձ մանրամասն չտեղեկացնեք այն մեծ գործի մասին, որ հիմա անում եք։ Խոսքս Ռաֆայել Քոթանջյան ակադեմիայի մասին է։ Այո։ Ուրա, երազանքներ իրականանալու սովորություն ունեն, ասում եմ վախեցեք ձեր երազանքներից, չէ։ Այո, այս դեպքում այդքան վախենալու բան չի, որտեվ այն ինչ որ անում ենք իրականում ինձ էլ ասենց մեծ բաներ բավականություն պարգևում, որտեղ գիտեմ, որ դա եւ հայրիկի վառ նպատակն էր, այսպես ասեմ, ուղղակի ցավում եմ, որ իր կյանքի օրոք իհարկե չկարողացանք այդ ամեն ինչ իրականացնել, որտեղ այն ամեն ինչը, որ մտածեցինք, դա կորոնայի շրջանում էր, երբ որ պարապեինք, ներկայացում չունեինք, բան չունեինք եւ այդպես ու իրա մոտ էլ կար շատ մեծ ցանկություն երեխաներին նայելով, տեսնելով այսօրվա խնդիրները եւ խոսեցինք դրա մասին արդեն մի քանի խնդիրների, այս գadget-ային բան ու ինքը անդադ կրկնում էր, որ սա շատ սարսափելի է, շատ վախենալու է, թե սա ուր են տանում եւ ուրա գնալու է ամեն ինչը եւ դրա համար ինքը ասում էր, չէ, պարտադիր պետք է ստեղծել մի հատ տեղ, որտեղ որ երեխաները գան, սկսեն շփվել, սկսեն խաղալ, իսկ դրա մոգական բանը թատրոնն է, որը որ չես կարող այդտեղ երեխան դառնում է երեխա, որտեղ ինքը իրան լավ ազգում
կարևոր չի ինքը այդ ապագայում կընտրի դերասանի մասնագիտությունը թե ոչ, բայց այդ հաղորդակցման մեկը մյուսի հետ եւ մտքեր արտահայտելու եւ բացվելու եւ ինքնաարտահայտվելու այդ ամբողջ մեխանիզմը կա հենց թատրոնում եւ ոչ միայն թատրոնում մենք մտածեցինք այդ ձևաչափը այնպես անել, որ մենք հիմա անում ենք մեր դասընթացները Խնկո-Ապոր գրադարանում դահլիճում այնտեղ բերում։ Օ, ինչ մթնոլորտի մեջ եք։ Եվ դա պատահական չէր, որտեվ այդ գրքերի աշխարհը շատ կարևոր եմ համարում, նաև կա այդ մյուս բացը, որը այսօր ցավոք սրտի մեր երեխաները շատ քիչ են կարդում եւ հնարավորություն տալ տեսնել իրանց բերել մի միջավայր, որտեղ շուրջ կլինի եւ գրականություն, եւ թատրոն, եւ արվեստ, եւ այդտեղ երեխաներին տալ այդ ալտերնատիվ, ոչ թե արգելել ասել, չէ, դե չպիտի նայես դու հիմա ես կամ վերցնել ձեռքից, ոչ չէ, ինքը ավելի շատ կգնա դրան, իսկ հիմա ես տեսնում որ նույնիսկ դասարաններում են ավելի բարդանում այդ process-ը, որտեղ խաղեր կան բավականին ագրեսիվ, որ եթե այդ երեխան չի խաղում այդ խաղը, իր հետ չեն շփվում ուղղակի դասարանում, այո, այդ արդեն մեր որ հետախուզական Ես դրա մասին չգիտեի, ապա, այո, ուրեմն կան նաև տենց ավելի գնալով այդ բարդ պրոդիմա չեմ ուզում շատ խորանանք ավելի, դա կարելի է հետագայում մի օր հանդիպենք այլ ֆորմատի տարբերակում կարելի է նաև քննարկել այդ թեմաները, բայց ուրախ եմ, որ ստեղծվեց եւ երկար էինք մանգալի թե ինչպես պիտի անենք այդ դասընթացները, ովքեր պիտի դասավանդեն, ինչ մոտեցմամբ եւ գտանք մի ալտերնատիվ տարբերակ այդ շվեդական ժամանակակից մեթոդ է, որը մեր շատ լավ հայրենակցուհին Լուիզա Կոնստանտ Սարգսյանը, որ ապրում է Շվեդիայում, հատուկ եկավ եւ միացավ մեր այս պրոյեկտին իր պրոյեկտով եւ մենք միասին sense փոքրիկ քայլերով փորձում ենք առաջ գնալ, բայց արդեն ունենք երկու տարիքային խումբ, մեկը 6-ից 10 եւ 10-ից մինչեւ 16 տարեկան, մեզ մոտ այդպես են տարիքային խմբերը։ Ինչ է սովորում։ Սովորում են ամեն ինչ բեմական խոսք, դերասանի վարպետություն, պլաստիկա եւ վոկալի ոճաբանություն։ Այդ 4-5 առարկաները մենք անցնում ենք շաբաթական 2 անգամ դասերն են յուրաքանչյուր խմբի եւ թութու հավաքվել են շատ գեղեցիկ եւ ֆակտորային երեխաներ, որոնք որ ուզում են արտահայտվել եւ շատ ինքնուրույն են եւ բան են, իրանց եսը կա, ես սիրում եմ այդպիսի երեխաներին, այո, եւ հենց առաջի բեմադրությունը, որը պիտի անենք, դա բենեֆիսային գործն է հայրիկի, սեպտեմբերի 9-ին փորձում ենք հասցնենք, որտեղ քիչ է 2-3 ամիս ընդամենը բեմադրության համար, գիտես, որ շատ քիչ է, երեխաները որ նոր են, մենք դեռ 1 ամիս չկա, որ դասերը սկսվել են, նոր են, ամսի ապրիլի 14-ին ենք ձեզ եւ բոլոր երեխաներին, ծնողներին, ովքեր որ ներգրավված են, հետաքրքիր է Աշխեն, դու ինչ ներգրավվածություն ունես։ Ես ընդհանուր դասակարգումներ եմ անում, ծնողների հետ շփում, խմբերի դասավորածություն, բոլորին հարմարվել, ժամեր, այս հələ որ մենք դասավորման փուլում ենք, այսպես ասած, հետո արդեն հունի մեջ կընկնի, ու արդեն սոցիալական էջերը լինելով ես պերֆեկցիոնիստ, ոչ մեկին ուզեցա վստահեմ, քանի որ ես տիրապետում եմ այդ ամեն ինչին, ես եմ անում, ընթացքում վիդեոներ ենք նկարում, ու դա արդեն կզարգացնենք, դա ոնց որ կմտցնենք որպես արդեն առարկայական, երեխեքին է կընդգրկենք այդ ամեն ինչի մեջ։ Ես այդ հատվածով Ինչպես կարող են գտնել ակադեմիան, դիմել, ովքեր կարող են դիմել։ Մայք, մի հատ օգտագործի այս պահը, որ կարողանանք մարդկանց լուսաբանել եւ ներգրավել։ Համեստությունդ կողք թող, այս այդ պահը չի։ Սոցիալական մեր էջերով, մեր Facebook-յան էջը կա եւ իմ էջը կա եւ կա Ռաֆայել Քոթանջյան ակադեմիա հայերեն տառերով։ Ռաֆայել Քոթանջյան արվեստի ակադեմիա։ Արվեստի ակադեմիա կա այդ Instagram-ում նաեւ էջը կա, այդպես
դեռ մեր սոցիալական էջերով մեզ Դեռ կարող են միամսական են գտնել։ մեր էջերը, շատ ինֆորմացիա չկա, շատ բան չի դրվում, բայց շուտով այդ ամենը կհասունանա։ Ամենակարևորը ասեմ, որ շատ հարցեր են տալիս, զանգում են, հարցնում են ձեզ մոտ ինչպես է, պիտի կաստինգ լինի, որ այդ երեխան գա, մեզ մոտ կաստինգ չկա, երեխաները, յուրաքանչյուր երեխա ունի այդ հնարավորությունը բացվելու, նույնիսկ ունենք նաև երեխաներ, որոնք մի քիչ կաշկանդված են, դեռ կաշկանդված են, բայց նույնիսկ դա խնդիր չի, նաև մտածում ենք, որտեղ շատերի մոտ այդ կարծիքը կա, որ պիտի անպայման երեխան այդ ինչ-որ կաստինգ լինի, ինքը արտահայտ ինչ-որ բաներ, նոր ընդունելություն, մեզ մոտ չկա այդ ընդունելության այդ տարբերակը, յուրաքանչյուր երեխա կարող է գալ, ուղղակի դեռ սահմանափակել միակ վատ բանը դա է, որ այնտեղ ժամային տարբերակ է, որ մենք շատ դեռ չենք կարող ունենալ սաներ, այսինքն 30, հիմա արդեն մոտ 20 հոգի են, մոտ եւս մեկ խումբ կարող ենք ավելացնել, դեռ այսքանը։ Հետո իհարկե կլինի տարբերակներ, ես արդեն մտածում եմ այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ունենանք մի քիչ ավելի շատ աշակերտներ։ Շվեդական համակարգի մասին էիր խոսում, որ ներդրվել է նաև ակադեմիայում, ինչի մասին է խոսքը։ Այդ շվեդականը ինքը, գիտեք ոնց բոլորիս մոտ կա, չէ, անպայման սովորեցնել երեխան եւ հայրիկի մոտ էլ էր այդ բանը, այդ քառակուսիներից դուրս գալ եւ ոչ թե դու սովորացնես անպայման երեխային, այդպես պետք է կլոր ասել, չէ, մեր մոտ կար այդ բարի հայրենակիցներ, չէ, դա էլ է պետք է ինչ-որ երևի, բայց այս դեպքում մենք փորձում ենք ավելի այդ շվեդական մեթոդն է դա պրոպագանդում, որ երեխային պիտի տաս, որ ինքը դառնա իր դասախոսը, ինքը անձամբ ինքը, որտեվ ամեն մեկս յուրահատուկ ենք եւ հիմա ես կարող ասեմ, դու վերցրու 3 անգամ կարդա եւ դու կիմանաս այդ տենց համակարգը, բայց դու կարող երաժշտություն ես միացնում եւ այդպես ավելի հեշտ ես ընկալում, չէ՞, ամեն մեկը դաս է սովորում։ Այո, ամեն երաժշտության ներքո։ Մեր մեթոդը, այ կարևորը տալ հնարավորություն այդ երեխային գտնել իր դաստիարակման, իր կրթման մեթոդը, որ ինքը դա մի քիչ վտանգավոր է, որովհետև շատ ժամանակ երեխաների համար հատկապես այդ անցումային շրջանում դաստիարակչության ամենալավ մեթոդը դա ծուլությունն է, բազմոցին պաշտելն է, ոչինչ չանելն է, ուղղորդելը կարծում եմ համակարգի մեջ հաստատ կմտնի, որ փորձես օգնել երեխան ինքնաճանաչման ճանապարհով բացվի, ինքը կարողանա բացվի, քեզ վստահի, որ բացվի։ Եթե չվստահեց, չի բացվի երբեք։ Մայք, երբ որ խոսում ես ակադեմիայի մասին, աչքերդ փայլում են, շատ ուժեղ։ Եվ նույնիսկ այսօր ողջ օրվա ընթացքում ես զգում եմ դու որքան անհամբեր ես սպասում հենց այս հատվածին, երբ որ մենք պիտի խոսենք ակադեմիայի մասին։ Ինչն է քեզ այդպես առաջնորդում, ինչն այդպես վարակում քեզ։ Ինչի համար է դա քեզ պետք։ Մեր երեխաները իրանք շատ վարակիչ են եւ ես իրականում ուզում եմ մեր եկող սերունդը ապագան լինի քաղաքակիրթ, զարգացած, հետաքրքիր, նոր մտքերով լի, նոր իդեաներով լի եւ ինձ հիմա իրանք են շատ հետաքրքիր երեխաները, իրանց մտքերը, իրանց ֆանտազիաները, իրանց երազանքները եւ ես ուզում եմ այդ բոլորը իմ հնարավորության սահմաններում իհարկե իրականացնեմ։ Դա կլինի ներկայացումի տեսքով, օրինակ մենք հիմա նաև Աշխենի հետ ինքը տենց մի քիչ նուրբ ասեց իր գործունեության մասին, ինքը այդ մոնտաժային եւ այդ ռիլային դա էլ է լինելու, որտեղ մենք չենք կարող զերծ մնալ այսօրվա տեխնիկայից եւ քանի որ ինքը շատ փայլուն է այդ մոնտաժային բաները, մենք մի քիչ ուշ, բայց պիտի սկսենք նաև դա զարգացնել երեխաների մոտ, աշխատել կամերայի հետ, նաև խոսել, նկարել reel եւ այլն, բայց հիմա դեռ ոչ, մինչեւ իրանք այդ որ ասում առաջին այբուբենը չանցնեն, երկրորդ տարբերակին չեն հասնի։ Աստիճանաբար։ Աշխեն, Մայքլի համար հասկանալի է ինչու է կարևոր նաև հայրիկի անունը բարձր պահելը,
ակադեմիան ստեղծելով նաև շարունակելը, քեզ համար ինչի է դա կարևոր։ Սա իմ համար դառել էր արդեն պրինցիպի հարց, որտեվ ես ինքս ինձ խոսք էի տվել, որ ես պետքա երազանքը Ռաֆայել Քոթանջյանի, որին ես շատ եմ սիրել ու սիրում, պետքա պարտադիր իրագործվի։ Պարտադիր, ես հենց այդ նպատակը հենց իմ մեջ դրված ես տանում էի դրան, երբ Մայքը տարվում էր աշխատանքով, տեսահոլովակում, միշտ ասում էի Մայք դու չմոռանաս, չտրվես, մենք պետքա գնանք առաջ, չշեղվես, մենք պետք է գնանք սայլ նայենք, սայլ քննարկենք, սենց իմ մտքում սենց դրված էր ու ես էլ եմ շատ երջանիկ, որ կարևոր չէր քանի հոգով կսկսենք, բայց կարևորը սկսելն էր, որտեվ սա պետքա արվեր, որտեվ իմ ներսում այդ մարդու հանդեպ շնորհակալությունը մենք մենակ սենց կարանք անենք, որտեվ իր փորձը պետքա փոխանակվի նոր սերնդին։ Այո։ Թեկուզ առանց իրա, բայց այն ամեն ինչ որ ինքը թողել է, ես չէի ուզենում, որ դա մնար ինչ որ միտեղ ու փոշի կուտակվեր, ես շատ ափսոսանքով ու սենց բանով է վերաբերվում, ափսոսանքով, որ մենք պետք է այս ամեն ինչը սենց սփռենք այս նոր սերնդի վրա, որ իրանք ճանաչեն Ռաֆայել Քոթանջյանին ու ինքը ինչ էր ուզում տար այս փոքր սերնդին։ Ու հիմա մենք ոնց որ իրա բերանն ենք դառնում, այսպես ասած, ու մենք իրա խոսքը կարողանում ենք տարածենք, որտեղ ինքը այնքան հարստություն է թողել ազգին, այնքան շատ բան է թողել, որ մենք տարիներ ապետ, որ մենք կրթելով այդ ամեն ինչը կարողանանք փոխանցենք։ Գիտեք, ես մի խոստովանություն եմ ուզում անել։ Երբ ես պատրաստվում էի այս հաղորդմանը ու հանդիպմանը, ես պատրաստվում էի ընդունել Մայքլ Քոթանջյանի եւ իր կնոջը։ Բայց ես ճանապարհում եմ իմ տանից Մայքլ եւ Աշխեն Քոթանջյաններին։ Ես հիացած եմ Աշխեն եւ Մայքլ։ Չգիտեմ։ Ես եմ հիացած քեզնով եւ շատ մեծ բանով էի սպասում մեր հանդիպման, որտեվ այն միջավայրը, որ դու ես ստեղծել, շատ բարդ է բացվել, օրինակ հաղորդումներ կա, որ գնում ենք եւ երկու բառ չես ուզում ասես, չես ուզում փոխանակես, բայց քեզ մոտ դա քեզանից է գալիս, քո ներքին էներգիայից, որ այսքան խոսեցինք եւ Աշխենին չի տեսել, այսքան խոսել։ Բայց ես չգիտեի, որ Աշխենը այսքան երկար կարող խոսի։ Պատմելուց։ Ես չգիտեի։ Եվ դա գալիս է քո մոտեցումից, քո աուրայից, երբ որ դու հարազատ մարդ ես տեսնում, դու անկախ քեզանից սկսում ես կիսվել, քո մտքերը պատմել, խոսել։ Բրավո քեզ, ես քեզ մաղթում եմ, ինչ ասեմ, թող այն իդեաները, այն մտքերը, որոնք որ դու ունես, գիտեմ, որ ունես, ու իրանք այնց միլիոնավոր են, եւ դա դժվար է, որտեղ բոլորից մոտ է հենց տենց եւ չենք կարողանում կենտրոնանալ մի բանի վրա։ Հենց դրա մասին էր խոսքը, որ անընդհատ տարբեր պրոյեկտներով ընկնում ես, բայց մոռանում ես մեկ էլ կարևոր բանը, բայց սա է կարևոր։ Դի կարողանաս բան անես, անկարևորը կարևորից ամենակարևորը տարբերել, հա, ես քեզ մաղթում եմ, որ քո այդ լավար մտքերը, որոնք որ բացի ես հաղորդումից վստահ եմ շատ կան, հերթով իրականանան։ Շնորհակալություն։ Օկեյնաց, այս գեղեցիկ սուրճով շնորհակալություն։ Եթե շատ կոմպլիմենտար չդիտվեր, ես շատ երկար կխոսեի իհարկե ձեր մասին, բայց ասեմ, որ իսկապես ես ուզում եմ շնորհավորել քեզ ամուսնության կապակցությամբ։ Լավ, ինձ թվաց ակադեմիայի համար ամուսնության։ Ես հիացած եմ քո ընտրությամբ։ Ուրախ եմ։ Կհանդիպենք։ Մերսի։ Կհանդիպենք։ Քեզ էլ մերսի։ Դու շատ լավ աղջիկ ես։ Կարքին տիպ է։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Mega Food, Կտուր AM։